Այսպես են նավերին ուղարկում թոշակի։ Չենք մոռանում բաժանորդագրվել Նարեկ Դեմիրճյան էջին։ Նավերը, որոնք այլևս չեն կարող շահագործվել, միտումնավոր դուրս են բերվում ցամաք, հատուկ նախատեսված վայրեր, որոնք կարող են լինել լողափեր, նավերի քանդման տարածքներ կամ հատուկ դոկեր։ Երբ նավը դուրս է գալիս ափ, սկսվում է դրա քանդման գործընթացը։ Նախ առանձնացնում են ամենաթանկարժեք մասերը՝ շարժիչները, նավիգացիոն սարքերը, կորպուսի մետաղական հատվածները եւ խարիսքների շղթաները։ Քանդված նավը նոր կյանք է ստանում, նրա մետաղը հալեցվում է եւ օգտագործում ծանր տեխնիկայի մասերի, օրինակ էքսկավատորների, շերեփների արտադրության համար։ Հատկապես արժեքավոր են խարիսքների շղթաները։ Տարիներ շարունակ ծովի ուժին դիմակայելու շնորհիվ դրանք ունեն շատ բարձր ամրություն։ Այդ պատճառով դրանք օգտագործվում են կամուրջների կառուցման, ցանկապատերի եւ արդյունաբերական դիզայնի մեջ։ Այսինքն նավերը տարիներ շարունակ ծառայելուց հետո շարունակում են օգտակար լինել արդեն ցամաքում։ Եվ մի մոռացեք մեկնաբանությունների դաշտում գրել, լսել եք այս մասին թե ոչ։ Չենք մոռանում բաժանորդագրվել Նարեկ Դեմիրճյան էջին։ Շնորհակալություն։